թերևս ձեր հետևորդներին ամենաշատը հուզում էր հետևյալ հարցը, որ եթե զինկոմիսարիատը զորակոչիկին ճանաչում է պիտանի, սակայն զորակոչիկը ծնողները համաձայն չեն զինկոմիսարիատի որոշման հետ, դա կարող են բողոքարկել եւ արդյոք այդ բողոքարկումը բացասաբար չի ազդի զորակոչիկի վրա։ Ձեր հարցը ճիշտ ժամանակին տրված հարց էր, որովհետև մինչև հունվարի 30-ը Հայաստանում զորակոչ է ընթանում եւ մենք օգնում ենք ոչ միայն Հայաստանից դուրս բնակվող հայերին, նաեւ Հայաստանում բնակվող զինծառայության հետ կապված խնդիրներ ունեցող, զորակոչի հետ կապված խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին։ Եվ քանի որ մինչև հունվարի 30-ը զորակոչ է, մեր տղաները ակտիվ զորակոչի փուլում են եւ շատ են, այո, բողոքները, շատ են անհանգստությունները, մեզ շատ են դիմում այն գանգատներով, որ իրենց վերաբերյալ ճիշտ բժշկական եզրակացություններ կազմված չեն, անհասկանալի են, տղան 1-2 անգամ տարկետում է ստանում առողջական վիճակով պայմանավորված եւ հանկարծ ճանաչում են իրեն պիտանի, այն դեպքում, որ նույն գանգատները ինքը շարունակում է ունենալ, իհարկե դրանք բողոքարկելի որոշումներ են եւ մենք բողոքարկում ենք եւ վերադասության կարգով ենք բողոքարկում եւ դատական կարգով ենք բողոքարկում, մեր զորակոչիկներին ուղեկցում ենք, նույնիսկ եթե իրենց նկատմամբ հարուցված քրեական գործեր կան եւ հաջողությունները շատ են, բազմաթիվ են մեր հաջողությունները։ Մենք գտնում ենք, որ զինծառայության պետք է մեկնեն միայն այն տղաները, ովքեր օրենքով սահմանված կարգով անցնում են պարտադիր բուժզնությունները եւ ճանաչվում են պիտանի օրենքով սահմանված բոլոր չափանիշների պահպանման պայմանում։